Այժմ տեսնենք ինչ է կարևոր լսել կշեռքներին այս պահին։ Ինչ կարևոր ինֆորմացիա են ուզում հաղորդել կարտերը։ Կույս ասեցի, ներողություն, կշեռքներին, եթե կույս ասեցի։ Կշեռքներին, ինչ կարևոր ինֆորմացիա է պետք լսել այս պահին կշեռքներին։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնում եմ 10 բաժակների, տեսնում եմ բաժակների տուզը եւ տեսնում եմ նորից էլի հավատքի կարտը։ Տեսնում եմ եկեղեցականին։ Պենտակլի 10-ը շատ լավ կարտ է։ Տեսնում եք, մարդիկ հավաքվել են, ինչ որ տոնում են, ասում են, խոսում են, զրուցում են, սա բավարարվածության, այսպես տեսնում եմ ծիածանը, շատ բավարարված ընտանեկան ինչ որ միջոցառման կարտն է։ Ինչ հետաքրքիր է։ Ասիկ ինչ որ տոնում են, ինչ որ բան են տոնում։ Սա էմոցիաների բաժակը է, այդ որ մարդիկ սիրահարված են, սիրում են, սիրված են, եւ այս լավագույն կարտն է սիրո եւ նոր զգացմունքների համար։ Իսկ 10-ը նոր զգացմունք չի կարող լինել։ Եթե կան կշեռքներ, որոնք որոշել են եւ մտածում են ամուսնանալ կամ ինչ որ մեկի հետ միանալ, կարտերը հուշում են, որ շատ լավ ժամանակ է դրա համար։ Տեսնում եք, սա եկեղեցական է։ Եթե որոշել եք ամուսնանալ, հարգելի կույսեր, չգիտեմ, ում մտքով ներողություն, էլի կույսեր ասեցի, կշեռքներ, կամ միգուցե չգիտեմ, եթե կասկածում էի կամ մտածում էի ամուսնանամ, չամուսնանամ, ես տեսնում եմ այստեղ ծիածան, տոնակատարություն, ուրախ, զվարթ, բաժակը, սերը եւ եկեղեցին։ Ուրիշ ոչինչ մտքովս չի անցնում։ Եթե կասկածներ ունեիք ամուսնանամ, չամուսնանամ, կարտերն ասում են ամուսնացեք։ Եթե աղջիկներ են նայում երիտասարդ շփվում են մեկի հետ եւ մտածում են, չէ, շատ լավ ժամանակ ենք անցկացնում, մեզ իրար հետ շատ հաճելի է, տանում է տուն, իր ընտանիքի հետ ծանոթացնում է, իսկ ինչու ոչ մի լուրջ առաջարկություն չի անում, ամենայն հավանականությամբ կանի։ Ամենայն հավանականությամբ կանի եւ ես ինչու եմ ասում ամուսնություն, որտեղ մարդիկ կարող են սիրել իրար հետ լինել այս ժամանակահատվածում, հա, հիմա դարը այնպեսին է, կարող են ուղղակի սիրել լինել իրար հետ, բայց ես որ տեսնում եմ եկեղեցականի, նշանակում է սա ավելի կոնկրետ, սրանք լուրջ հարաբերությունների մասին են, ընդհանուր մինչև ամուսնություն։ Եթե որոշումներ է կայացնում, դե ընդհանրապես ամուսնության որոշումը տղամարդն է կայացնում, ինքն է առաջարկություն անում ամուսնության, կարտերի խորհուրդն է միգուցե վերջապես որոշեք ամուսնանալ, եթե երկարատև գեղեցիկ հարաբերություններ ունեք։ Եթե ունեք ընտանեկան ինչ-որ միջոցառում, ծրագրավորում եք կամ մտածում եք, անենք, չանենք, չգիտեմ, ինչ-որ ծնունդ է, կնունք է, կարտերի խորհուրդն է, որ շատ լավ է անցնելու, շատ գեղեցիկ միջոցառում կլինի, շատ այսպես գեղեցիկ հուզված կլինեն բոլորը, շատ սիրո թեմայով, ամեն դեպքում սիրո թեմայով եմ տեսնում, էլի եմ ասում, կնունք, տեսնում եմ այստեղ կարտը, բայց չեմ կարծում սա կնունք է, սա այս ամեն դեպքում կարծում եմ, բայց ամեն դեպքում ընտանեկան միջոցառում է։ Գեղեցիկ կարտեր են, շատ գեղեցիկ բաներ եմ տեսնում։ Այդպես, եթե ուզում եք ամուսնանալ անձնական հարցերն ուզում եք կարգավորեք եւ կարգավորեք ոչ թե պարզապես ժամանակ անցկացնելով, այլ կոնկրետ ամուսնությամբ։ Ինչն էլ ես ձեզ սրտանց կամենում եմ։ Այժմ տեսնենք ինչ են ուզում կարտերն ասել կարիճներին։ Ինչ կարևոր ինֆորմացիա է պետք այս պահին լսել կարիճներին։ Հետաքրքիր է։ Ես ուրախ եմ, որ ֆինանսների հիմնականում ֆինանսների հետ չի կապվում, որովհետև մենք վերջերս նայել ենք մի քանի օր առաջ։ Տեսնում եմ այստեղ 5 թրերի, տեսնում եմ նոստալգիայի կարտը ներողություն, որը 6-ն է բաժակների եւ տեսնում եմ թրերի տուզը։
Բավականին դաժան պայքար եք մղել հարգելի կարիչներ ինչ-որ բանի համար, բայց վերջանում է, պայքարը վերջանում է արդեն, դուք հայտնվում եք շատ գեղեցիկ վայրում։ Այսինքն անիմաստ չի եղել ձեր պայքարը, այսպես զոհողություններ էլ կան, ես այս կարգի մասին էլի եմ խոսել։ Տեսնում եք, այստեղ մարդիկ կան զոհված, այսինքն ինչ պայքար որ մղել եք, շատ բավականին ծանր պայքար է եղել։ Եթե աշխատանքում է եղել ինչ-որ գումար վաստակելու համար, կարիերայի համար, հարաբերությունների համար, ինչի համար էր որ պայքարել եք, ամեն կարիչ ինքը գլխի կընկնի, ինչի համար բավականին երկար է տևել, բավականին էլ ծանր է նստել ձեր վրա, բայց ձեզ սպասում է նոստալգիա, դրանք մեր կյանքի ամենագեղեցիկ օրերն են։ Միգուցե ինչ որ արել եք անիմաստ չի անցնի, որտեղ դուք ձեր ընտանիքի հետ կվայելեք։ Գեղեցիկ ժամանակներ են ձեզ սպասում, շատ այսպես ասեմ, անիմաստ չի անցել ձեր զոհաբերությունը եւ ձեր պայքարը, եւ դեռ ձեզ ավելին է սպասում, որովհետեւ տզով հանկարծ ձեզ համար նույնիսկ եթե դուք մի պահ կան չէ՞ մարդիկ այդպես աշխատում ես, պայքարում ես, ամեն դեպքում եկել մտածում ես արժեր այսքան զոհողությունները կարող են լինել ժամանակի իմաստով բավականին ժամանակ եք կորցրել, ֆինանսներ եք ներդրել, չգիտեմ, ջանքեր եք ներդրել, ուղղակի ֆիզիկապես հոգնել եք երևի, շատ մարդկանց հետ փորձել եք բանակցել, զրուցել, մարդիկ, որոնք անգամ ոնց ասեմ, ինչպես ասեմ, որ ճիշտ ընչի, որոնց հետ չէիք էլ ուզենա սովորական պայմաններում գործարքի մեջ մտնել, բայց արել եք, որովհետև այդպես ճիշտ է եղել, եւ դա էլ ձեզնից բավականին էներգիա է խլել։ Կարտերը գալիս են ձեզ ասելու, որ անիմաստ չի անցել ձեր ոչ մի աշխատանք, ձեր ոչ մի ջանք, եւ շատ լավ գեղեցիկ տեղ է տանում ձեզ։ Դուք շատ այսպես կկարողանաք վայելել ձեր կյանքը, գեղեցիկ ժամանակներ են սպասում ձեզ։ Միգուցե ձեր ընտանիքի, ձեր երեխաների հետ բավականին անհոգ գեղեցիկ ժամանակներ։ Եվ սա էլ ցույց է տալիս, որ ձեզ համար հանկարծ կպարզվի։ Միգուցե երբ որ կգնաք հանգստանալու, մի փոքր կփորձեք ընտանիքի հետ ժամանակ անցկасնել եւ հանգստանալ, ձեզ համար շատ հոգեհարազատ մարդկանց։ Կարող է լինել նաեւ այստեղ մարդիկ, որոնք ձեր մանկությունից, ձեր անցյալից են, կարող են հանկարծ հանդիպել մարդիկ կան, որ նրանց էլ ընդգրկեք ձեր ժամանցի մեջ, ձեր հանգստում եւ շատ գեղեցիկ հետաքրքիր ժամանակներ վայելեք։ Անիմաստ չի եղել ձեր ներողություն ձեր ջանքերը եւ այս կարտը ցույց է տալիս, որ հանկարծ ձեր աչքին հանկարծ կպարզվի, հանկարծ ձեզ համար կպարզեք այս գեղեցիկ հաճելի ժամանցից հետո, որ անիմաստ չէր։ Ամեն դեպքում այն դժվար ճանապարհը, որ անցել եք, անիմաստ չէր։ Եթե անցնում եք դեռ ընթացքի մեջ է եւ մեկ-մեկ հիասթափվում եք եւ չգիտեք արժի, չարժի, շարունակեմ, չշարունակեմ, կարտերը հուշում են շարունակեք, մի հանձնվեք, ամեն ինչ շատ լավ է լինում։ Դուք կհասկանաք, շատ շուտով կհասկանաք, թե ինչքան ճիշտ եք վարվել եւ անիմաստ չի անցել ձեր ոչ մի ջանք։